Պարոն գնդապետ, էքսպերտներն ավարտեցին, շուտով անալիզների պատասխանները կլինի, մենք կարող ենք գնալ։ Ազատ եք, դուք գնացեք, ես մի քիչ ուշ կգամ։ Լսում եմ։ Կիկլո, ես ինչ խաղեր ես ուզում խաղաս։ Ես մի բան չեմ հասկանում։ Պարտադիր է ամեն անգամ ես հեռախոսին միացնելու համար գալ հասնել այստեղ։ Մենք կարող ենք սա ցանկացած վայրում էլ միացնել։ Ու եթե դու ուզում ես իմանալ… Չէ, չեմ ուզում։ Ես ամեն դեպքում կասեմ, եթե իրենք նույնիսկ այս հեռախոսին հետևում են, ամեն անգամ տարբեր տեղեր գնալով կարող են հետքը կորցնել։ Ես վստահ եմ, որ դու ամառային աղցան պատրաստելիս առաջինը լոլիկն ես կտրատում։ Բայց դա ի՞նչ կապ ուներ հարցիս հետ։ Դե լոլիկը առաջինն է թառամում, ու դու եթե մի քայլ ավել մտածես, լոլիկը վերջում կկտրատես։ Բայց դա ի՞նչ կապ ուներ իմ հարցի հետ։ Ասեմ, դու ամեն տեղ ես մի քայլ մտածում։ Մեզ պետք է ոչ թե հետքերը կորցնել, այլ պետք է որ հետքերը բերեն ոստիկանություն։ Շատ հիմար կթվամ, եթե հարցնեմ մեր ինչին է պետք։ Շատ։ Համենայն դեպս ես կհարցնեմ։ Եթե նրանց մեջ համագործակցություն կա, մենք երբեք այս գործը չենք բացահայտի։ Դրա համար պետք է բոլորին խառնենք իրար։ Մորեխը կորել է։ Նախ մորեխ չի, մողես է։ Այդ առաջ էր մողես։ Հիմա մողեսի վիճակ չկա վրան։ Մի խոսքով մորեխը կորում է, ապրանքը սկսում է անհետանալ, ու հետո հայտնաբերում են, որ հեռախոսը միշտ միանում է ոստիկանության մոտ։ Ու այն, որ մորեխի տերերը կհամոզվեն, որ մորեխին բռնել են ոստիկանները ու թաքցնում են այն։ Հələ մի բան էլ սկսել են գործին խանգարել։ Այդ ժամանակ իրենց մեջ լուրջ անվստահության ու հակամարտության մթնոլորտ կստեղծվի։ Ու այդ դեպքում ով կշայի միայն մենք։ Հասկացա։ Բաժանիր, որ տիրես։ 10 րոպեից պետք է ապրանք հասցնենք։ Սա էլ գեոլոկացիան։ Գնացինք։ Թիկունք ինչ վիճակ է։ Նամակը տեսել է։ Հուսով եմ կուտի։ Ես էլ հուսով եմ, որ ձեզ չի նկատի այդ երկկենցաղը։ Չէ, շեֆ։ Տղեկը նենց են մասկերով կայեղած սկի, հարազատ մերերը չեն ճանաչի։ Մտեք։ Ձեր բատկերի։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Մտեք։ Պարոն գնդապետ։ Թողն են։ Առաջացի։ Ինչ կա։ Ամեն ինչ նորմալ է, պարոն գնդապետ։
Հիմա ով է հերթապահում Հակոբյանի մոտ։ Խազելն է։ Նորմալ բացատրել ես որից հետո։ Ոնց ասել եք, պարոն գնդապետ։ Ասացի, եթե չի ուզում քաղաքապետարանի դիմաց նորից խցանում բացի, ուրեմն ցանկացած շարժ առաջինը ձեզ զեկուցի։ Ապես։ Ասում ես Սերեգին ոչ մի տարբերակ բան չես նկատել, հա։ Չէ, պարոն գնդապետ։ Մենակ Դոլուցը ծայցն է եղել, էլ ձեզ արդեն ասել եմ դրա մասին։ Այդ մոռացի։ Ասում են հետինն էլ ընկերն է։ Պարոն գնդապետ, չգիտեմ, բայց դրա դեմքը ինձ շատ ծանոթ է թվում։ Չգիտեմ որտեղ, բայց հաստատ տեսել եմ ես իրան։ Այդ տղա Դոլունցի ընկերը կամ պետք է մեզ հետ աշխատած լինի կամ նստած։ Նա ուրիշ շրջապատ չունի։ Նենց որ ոնց էլ չլինի տեսած կլինես։ Դե հա, Ազատ ես լավ։ լսում եմ։ Հենց այստեղ էլ կկանգնեմ։ Չկանգնես Գաստուր։ Բայց հասել ենք։ Դիմացդ նայր ու Գաստուր։ Կասես ինչ է այստեղ կատարվում։ Գաստուր։ Այ Մարտին չի կանգնեց։ Աղջիկ ջան, Բարթեն կալելը։ Ուղիղ ես պահում ու սեղմում ես գազի ոտնակը։ Գազի ոտնակը աչինն է, աչ է, ծախի հակառակն է։ Գնա, Գաստուր, գնա այ մարդ, վայ։ Ես մտածում էի մեր գործն ավտալավոր։ Իմ հարևբասրանք ինչ ասեն, ամեն դասը կարա վերջինը լինի։ Հիմա կարող ես կանգնել։ Կասես ինչ է կատարվում։ Ինչպես և պարզվեց, սա ծուղակ էր։ Ու այդ ոնց հասկացար։ Տուրիստի ֆոտոխցիկը ժապավենային էր, ամեն լուսանկարելուց նա պետք է պտտեր ժապավենա, իսկ նա անդադար չղկացնում էր։ Տատիկի ձեռքերը կնճռոտված չէին, փոխարենը կար դաջվածք։ Մաքրությամբ զբաղվողները նայում են գետնին, ոչ թե կողքերը։ Ծառացուին կարող եմ ընդհանրապես չանդրադառնալ, խեղճը հազիվ էր քայլում։ Ակնհայտ է, որ առաջին անգամ այդ կոշիկները հագել։ Փաստորեն բացի երիտասարդ կնոջից մնացածը դրանց մարդիկ էին։ Հա որ։ Երբ ես վերջին անգամ տեսել պարապ երիտասարդ մայրիկ, ով հեռախոսի մեջ մտած չլինի ու կողքերը նայի։ Կարծում եմ այդ հիմնավորումը շատ թույլ էր։ Հիմա կպարզենք։ Ինչ ես մտածել։ Սա բոլորին իրար խառնելու իդեալական շանս է։ Փաստորեն հանճարեղից աննորմալ այսքան նուրբ է սահմանը։ Ասում ես պալիտի ձև չկա։ Բացառվում է։ Ես որ գիտեի իրենք են մեկը նայում էի ու չէի ճանաչում։ Ասա, մողեսը, էլի պոչը չթողի։ Դանելյան։ Խելն է։ Էս։ Ինչա։ Էս։ Մինչև չփորձեմ չեմ կարող ասեմ։ Կիկլոպ, ես կատակի հավես չունեմ։ Ես էլ։ Նենց որ ուղիղ ասան չես եկել։ Այդ երեք հրդեհի վայրից եմ գտել։ Ու ոնց հասկանում եմ, ահագին մեծ պարտիա են ու տեղեր եք վերացրել։ Փաստորեն այդ հրշեջներին դրա համար էր բացել։ Ես ինչ կապ ունեմ։ Այ հենց էդ էլ եկել եմ պարզեմ։
Կամ դու արդեն կորցրել ես քո վերահսկողությունը ու շուկայում ուրիշ մարդիկ էլ կան։ Կամ չգիտեմ ինչ խաղեր ես խաղում։ Բայց այդ երկու դեպքում էլ մեր համագործակցությունը ես համարում եմ ոչ նպատակահարմար։ Հասկացար։ Բարև աղբեր ջան։ Բարև աղբեր ջան։ Խուլ չեմ կամաց գոռա։ Կներես ինձ թվաց լավ չես լսում։ Դո շատ լավ էլ լսում եմ։ Դրա համար էլ վստահ էի, որ իմ հետ չես։ Հիմա ով է բովժին աղբեր ասում։ Որովհետև ես մի հատ առաջարկ ունեմ, որ մենակ աղբերն աղբորը կանի։ Երկուսով փող դնենք պապի գերեզմանը սարքենք։ Չէ։ Կարճ ասեմ։ Ուզում ես $100 աշխատես։ $100։ $100։ $100։ Ասում եմ $100։ Ես չեմ հարցնում։ Համաձայնվում եմ, ասում եմ $100։ Ինձ թվաց էլ տենց խոսացողներ չկան։ Լավ, նա ինչ ես անում։ Այն ճանապարհով մտնում ես այգի, ով ճանապարհի հանդիպես, ասում ես Ապեր պալիտ ենք եղել, ծվրվում են։ Պալիտ ենք եղել, ծվտի, հուրիկ ջան կներես, եկել եմ ասեմ, ապեր պալիտ ենք եղել, մանդրից ծվրվենք։ Ինչ ես խոսում այ հիմա։ Եթե սկսեն հարցեր տալ, ասա Մնացածը ակումբում։ Մնացածը ակումբում։ Ինչ։ Մնացած հարցերը ակումբում, արագացրեք։ Դու որտեղից գիտես ակումբի մասին։ Այդ անասունը երդված, որ ոչ մեկի չի ասի։ Ես դրան գիտես ինչ կանեմ։ Իրոպ է։ Հասկացար։ Ու այդ էշության համար դու ինձ $100 ես տալիս։ Եթե հանկարծ ասածս չանես, մի օր պատահաբար մեքենայի տակ ես ընկնելու։ Են կնգանել։ Բոլորին առանց բացառության։ Հələ սպասի։ Մնացած հարցերը ակումբում, արագացրեք։ Հասկացար։ Հասկացա։ Դե գնա։ Քեզ թվում է դրանք կհավատան ես Անտոնին։ Իհարկե ոչ։ Բայց հենց լսեն ոստիկանական մեքենայի ազդանշանները, հաստատ կհավատան։ Դե պատասխանի էլի։ Տղերքը արդեն դրան են ման գալիս ու վստահ եմ 2 ժամից արդեն ստեղ կլինի։ Բայց եթե անգամ այդ քո ասած մոհեսն է այդ ամեն ինչի հեղինակը։ Դրա իմաստը ո՞րն է։ 2 ժամից այդ բոլոր պատասխանները կստանաս։ Ու վստահ եղի, որ ես էլ պակաս շահագրգռված չեմ, որ քաղաքն անցնի իր բնականon հունին։ Դու շատ քիչ ժամանակ ունես։ Ու եթե միջև ապրանքիդ գալը այս հարցերը չկարգավորվեն, ես ձեռքերս լվանում եմ։ Ներեցեք, մոռացար։ Այդ նվիրում եմ քեզ։ Ինչ կասես։ Ոնց հասկանում եմ, ոստիկանությունը իրոք կապ չունի այս ամեն ինչի հետ։ Բայց դե ինչ է մտածել այդ մողեսն ու ինչի, Աստված գիտի։ Իսկ դրա տան մոտի հերթապողներից ինչ կա։ Ինչ են ասում։ Ոչ ինքն է այս օրերին եկել, ոչ էլ ուրիշ մեկը։ Բայց ես սպասում եմ հրամանի։ Երբ ասես կընկան ու երախուն կբերեմ այստեղ։ Շուտ է։ Հիմա որ դրան տոպիկ տանք, ավելի վատ բաներ կարանի։ Լզանգի տես ինչ կա, ինչ վիճակ կա։ Հեռախոսս մաշնի մեջ եմ մոռացել։ Սպասի։ Մի հատ օղի բեր նոր։ Եթե վերցնեմ։ Արագացրեք, հավաքվում ենք։
ես գնում։ Նստի ավտո։ Չէ, ավելի լավ է ես ոտքով։ Ասում է, չէ, ծուղակ է։ Նա անգարը մի հատ նորմալ դասավորել ա պետք։ Համ մի բան գտնելն ա դառը, պատմություն համել, որ ապրանք եկա որտեղ ենք դասավորելու։ Բայց ավրես մի բան գցեմ, իջնեմ կպնեմ գործին։ Չէ, ես մտքերով էի կիսվում, հեսա կասեմ, որ զբաղվեմ։ Ցեխի տղերքը գժվել է լրիվ։ Քեզ չէի ասեմ, մենակ դու կապի դուրս կգաս հետս, ինչ ես ջնջոցը զանգում ինձ։ Երևի ինձ ա զանգել, չեմ պատասխանել։ Կարամ պատասխանեմ։ Ուրեմն մի հատ դες կարաս պատասխանես։ Նալո։ Մերսի կոմպլիմենտի համար, բայց կիկլոպը չի։ Թիկունքն արա, ինչ կա։ Ոնց։ Լավ, դու այդտեղ եղեք, ես հեսա կգամ։ Ինչ կա։ Տղեկը պալիտ են եղել։ Հե՞։ Ոստիկանությունը եկել հազվեն հասրել տրնել։ Լավա ինչ-որ մեկն եղել ա ու զգուշացրել ա։ Հիմա հետներն ա, գնամ հասկանամ ինչ ա կատարվում։ Այդ հաստատ այդ մողեսն է, 100%, ուրեմն եթե դրա հետ խոսալուց հետո ոչ մի բան չպարզվեց, գնում եք դրա կնգան, երեխեքին, բոլորին, հավաքում եք, բերում եք ստեղ, հասկացար։ Էականն է չի, այլեն, որ եթե ես ամեն ինչը քանդվեց, կարողա դու էլ մնաս տակը։ Ես ամեն ինչը սկսում այնց դուր չի գալ։ Ինձ էլ, ոնց որ դու էիր ասում, եթե իրավիճակը չես վերահսկում, մեր համագործակցությունը դառնում է աննպատակահարմար։ Այսինքն։ Իսկ նոր ամեն ինչ հասկանում էր։ Բայց թվաց Ջենգայի մասին ես խոսում։ Դու ոնց որ ուզում ես ինձ հիմարի տեղ դնես։ Քիչ առաջ ձերոնք մեր օպերացիան փչացրել են։ Տղերքս էլ հազիվ են հասցրել փախնել։ Ուսով եմ հասկանում ես, որ դրա պատասխանատուն դու ես։ Չի կարող պատահել։ Առանց իմաստության չէր կարող տենց գործողություն իրականացվել։ Ես էլ եմ այդ ասում էլի։ Ուզում եմ ասեմ, տենց բան չի կարա լինի։ Արդեն եղել է, հուսով եմ մինչև երեկո ինձ հստակ պատասխաններ կտաս։ Կոզոլ։ Հրսատես, я խոսատես։ Սա իրոք արդեն չափն անցնում է։ Մարգարյան, այսօրվա բոլոր օպերացիաների բոլոր մանրամասները 5 րոպեից ինձ զեկուցես։ Давай. Բացառում է։ Սենց բան չի կարող լինի։
Ռուստուլանը հեչ իմ սրտով չի։ Մանավանդ, որ ամեն անգամ ինչ-որ բան թարս ա գնում։ Այն խեղճը իմ տանն ա տարապում, երկրորդի գոմը վառվեց, երրորդին էլ մեր պատճառով հանցագործները իրանց հետ տարան։ Քեզ թվում էր միայն դրանց մոտենալու համար եմ $100 տվել դրան։ Այսինքն դու ի սկզբանե իմացել ես, որ տանելու եմ։ Ու դա մեր ինչին էր պետք։ Ինչպես դու ես ասում, բաժանիր, որ տիրես։ Փոխանակ բացահայտենք, թե այդ ապրանքը երբ է Հայաստան գալու ու ովքեր են դիմավորելու, ու նստել այստեղ ոստիկանության ու հանցագործների ենթադրյալ կապն ենք խզում։ Եթե այդ ամենը այդքան հեշտ լիներ, ընկերդ կոմայի մեջ չէր լինի։ Մենք էլ չասեմ ինչի։ Համաձայն եմ, բայց ես մի տեսակ մեր հաջորդ քայլը չեմ պատկերացնում։ Այսօր նրանք վերջնականապես կհամոզվեն, որ իրենց ապրանքը ոստիկաններն են վերցրել ու իրենց մեջ պատերազմ կսկսվի։ Այդ ժամանակ բոլորը ցույց կտան իրենց դեմքերը։ Իսկ եթե չհամոզվեն, որ ոստիկաններն են։ Կհամոզվեն։ Են էլ ոնց կհամոզվեն։ Արա ախպերս, ես ես մեր քրոջը, բայց կներես, ես մեր ախպորը արդեն 1000 անգամ բացատրեցի, որ ես ոչ մի կապ չունեմ, Տվեց, ասեց, կգնաս ընդ սաղին կասես, պալիտ ենք եղե, չքան բան։ Ու ով էր այդ փողը տվողը։ Ես հո չեմ չէ, որ ամեն փող տվողից ազնագիր ուզեմ։ Այն կենթանո նկարը ունես։ Ծանոթ են։ Սրա դեմքը ոնց որ ծանոթ է։ Այդ ես եմ, արա, հա։ Կողքինը կարող է փող տվողը ինչն է եղել։ Առաջեցավ տան սա կարկին տղա է երևում։ Էլի ոնց որ մլիցա ալներ։ Մլիցա։ Ինչից վերցրիր։ Չհորցնեմ հետաքրքրությունից կպայթեմ։ Ինչ ես վստահ, որ ասելու է, որ ոստիկան ես։ Սովորական Անտունին, որ $100 ես տալիս, նա միանգամից փորձում է պարզել դա իրական է թե չէ։ Իսկ նա միանգամից վերցրեց։ Էլ չեմ ասում ձեռքի դաջվածքը, ակնհայտ է, որ մի քանի անգամ գրպանահատության համար նստել է։ Իսկ գրպանահատները ոստիկաններին շատ լավ են զգում, որ սխալ մարդու գրպան չմտնեն։ Այնպես որ նա վստահաբար զգաց, որ ես թեկուզ եւ նախկինում համակարգից եմ եղել։ Ու այդ 100%-ը։